Այս պահին առաջին լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար 92-ից 95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանին։ Բարի երեկո, պարոն Շահնազարյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Շահնազարյան, հետևելով Սերգեյ Լավրովի այսօր Երևանում հնչեցրած հայտարարություններին, ինչպես համատեղ մամլո ասուլիսում, այնպես էլ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ինչպիսի հետևություններ կարող ենք անել, հաշվի առնելով վերջին օրերին առկա այն տեղեկատվական, ուրեմն արտահոսքերը, որ նա Հայաստան էր գալիս որոշակի փաստաթուղթ ներկայացնելու եւ դրա հետ կապված լսելու հայկական կողմի պատասխանը։ Նախ ձեր հարցի վերջին հատվածի վերաբերյալ դրանք տեղեկատվական արտահոսքներ չէին։ Դա պաշտոնական հայտարարություն էր Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Զախարովան հայտարարել էր, որ երբեք դատարկ չի գալիս։ Որ դատարկ ձեռքերով չի գալիս։ Այդպես որ եկեք շատ ավելի լուրջ վերաբերվենք այս ամենին եւ չավանենք այն տեղեկատվական արտահոսքեր։ Նախ ուրեմն երկու հայ մասին եկեք խոսենք, այն ինչ բարձրաձայնեց Լավրովը եւ այն ինչի մասին Լավրովը գերադասեց լռել, այդ մասը շատ ավելի մեծ է։ Ուրեմն կա մի նոր պահ, մի նոր բավական կարևոր տարր, որի մասին Լավրովը խոսեց, իմիջիայլոց դա հայտնվել էր նաեւ մոտ ապրիլի 12-ին Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ի այդ ձևաչափում նոտա էր տարածել, ես հետո էլի կանդրադառնամ այդ նոտային եւ ինչը այսօր շեշտեց Լավրովը, դա հղումն էր 95 թվականի եռակողմ պայմանագրի վրա, եռակողմ նկատի ունեմ նաեւ Լեռնային Ղարաբաղը, թեև իհարկե Լավրովը այն չհիշատակեց եռակողմությունը, որը կոչվում է զինադադարի ռեժիմի արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ զինադադարի ռեժիմը։ Սա իհարկե կրկնում եմ նոր տարր է եւ ինչ է սա նշանակում եւ ինչ հետեւություն են գալի։ Լավրովը մի քանի անգամ շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նույնպես մի քանի անգամ ասեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, մեր մյուս այդ ձևաչափում գործընկերների հետ, այսինքն, մինչ այդ եկեք ուշադրություն դարձնենք, որ այս վերջին, ուրեմն, երկրորդ Արցախյան 4-օրյա պատերազմից մեկ օր առաջ, մարտի 31-ին, Տիկին Զախարովան հայտարարել էր, որ համանախագահողների միջև կան տարաձայնություններ։ Ես անդրադարձել եմ մամուլով, թե որն էին այդ տարաձայնությունները։ Ուրեմն տարաձայնությունները կայանում էին հետևյալում, որ Միացյալ Նահանգների նախագահողի նախաձեռնությամբ առաջ էր քաշվել եւ արդեն մոտ կես տարի քննարկվում էր շփման գծի այն ժամանակ շփման գիծեր երկայնքով 3 առաջարկություններ արվել, հիմա չեմ կրի, որպեսզի վերահսկողության մեխանիզմներ ստեղծվեն։ Իմիջիայլոց 95 թվի այդ պայմանագիրը նմանատիպ մեխանիզմներ ստեղծում է։ Իմիջիայլոց այդ պայմանագրի մասին 95 թվականի ես մի քանի անգամ մամուլով անդրադարձել եմ դրան, սկսած 2012 թվականից։ Եվ մամուլով դիմել եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, որ պետք է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղը առանց հաշվի առնելու, որ Ադրբեջանը չի կատարում, այդ մեխանիզմներն աշխատացնեն։ Այսինքն ամեն մի խախտման մասին տեղյակ են պահում դիմացի կողմին, այնուհետև տեղյակ են պահում ուրեմն միջնորդի համանախագահող երկրներին, ԵԱՀԿ գրասենյակին Վիեննայում, մի խոսքով այդ մեխանիզմը չասեմ։ Ուրեմն ամերիկյան այդ առաջարկները էապես վրդովեցրել էին Ռուսաստանին եւ Ադրբեջանին։ Սա մի քանի դրա ապացույցները կան, Լավրովի նախորդ հարցազրույցները, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Պեսկովի, ուրեմն պաշտոնական հայտարարությունները դրա մասին նույնպես խոսել եմ։
Այդ դեպքում ինչու նա այսօր նորից հիշատակեց, որ անհրաժեշտ է կիրառել դրան։ Այո, բայց արդեն 95 թվի պայմանագրով, այլ ոչ թե Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Իսկ տարբերությունը ո՞րն է, պարոն Շանազարյան, այդ մեխանիզմի։ Իրականում, հիմա ես դրա մասին կասեմ, աշխատել եք 95։ Իրականում, այո, այդ փաստաթղթի ստեղծման վրա եմ աշխատել այն ժամանակ։ Իրականում իհարկե լավագույնը կլինի, որպեսզի այդ երկուսը համատեղվեն, որտեղ երկրորդը կարելի ասել ուղղակիորեն լրացնում եւ շատ ուժեղացնում է այն, ինչ որ կա 95 թվականի այդ համաձայնագրում, որտեղ արդեն հետաքննության մեխանիզմները իրականացնում են տեղում ԵԱՀԿ այդ դիտորդական առաքելության մասնագետները, որտեղ երկրորդ առաջարկը որ կար դեսպան Որլիկի, դա ընդլայններն էր։ Այսինքն հիմա կարծես թե հետ է մղում այդ նախաձեռնությունը Լավրովը, այսինքն Ռուսաստանը, եւ առաջարկում է վերադառնալ նրան։ Դա ակնհայտ է, որ չի աշխատելու, որովհետեւ այդ դեպքում Ադրբեջանը խախտման դեպքում պետք է դիմի Լեռնային Ղարաբաղին։ Առայժմ նաեւ Լեռնային Ղարաբաղին, իհարկե, եթե Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա է, Ադրբեջանը, պարզ է, որ դա չի լինելու, բայց կրկնում եմ, դեռ ուշ չէ, որպեսզի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն կամ ավելի ճիշտ երկուսով սկսեն դա իրականացնել։ Եթե դա արված լիներ, հսկայական քանակությամբ եռանախագահողների մոտ, ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակում ապացույցներ կլինեին Ադրբեջանը ինչ կա, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խախտումներ է արել։ Կարծում եմ, որ հիմա նույնիսկ չսպասելով, որտեղ կասկածում եմ, որ դա տեղի կունենա, այսինքն դա կկատարվի։ Իսկ ներողություն, ինչ է փոխվում Ռուսաստանի համար, որը ձեզ նա փաստորեն փորձում է պնդել վերադառնալ 95 թվականի մեխանիզմների։ Ռուսաստանի համար եւ անձամբ Պուտինի համար դա շուրջ մի սարսափելի երազ է, որ արևմուտքը պետք է տեղադրի այդտեղ սարքավորումներ, շփման գծի երկայնքով պետք է ԵԱՀԿ այդ դիտորդական առաքելությունը էապես ընդլայնվի եւ այնուհետեւ այդ նույն առաքելությունը այդտեղ պետք է խախտումների հետաքննություն անցկացնի, այսինքն այնինչ Ռուսաստանը համարում է իր սուրբ սրբոցը, շփման գիծը, այստեղ պետք է թողի եվրոպացիներին անաչառ, ոչ մի դեպքում։ 95-ի պայմանագրով այդպես չէր լինելու, ուղղակի ուզում եմ 95-ի պայմանագրով այնտեղ չի նախատեսվում այդ դիտորդական խմբի, չնայած շատ լուրջ կետեր կան այնտեղ, բայց այնուհետև դիտորդական այդ խմբի, դա չշփոթեք միջազգային դիտորդների հետ, այդ առաքելության, այդ միսիայի ընդլայնում կամ դրանց ներկայացում այդտեղ չի նախատեսվում ուղղակի բացարձակապես։ Այնտեղ օրինակ այսպիսի մի կետեր կան, որ կողմերը զերծ են մնում ուրեմն հրապարակայնորեն խախտման մասին հայտարարելու, եթե չեմ սխալվում 6 թե 8 ժամվա ընթացքում ժամանակ տալով դիմացի կողմին պարզաբանումներ ներկայացնել, չեմ ուզում հիմա ժամանակ վատել եւ ներկայացնել այդ կետերը։ Հիմա ասում եմ, սա ուրեմն այն է, ինչ երևում է Լավրովի հայտարարություններում բաց, բայց իրականում ինչ որ կատարվել է, կրկնեմ, քանի անգամ ասել եմ, առաջին անգամ մոտ 2 տարի առաջ որ նման սցենար տեղի ունենալու, Ադրբեջանը միայնակ սա չէր կարող նման հարձակում նոր պատերազմ սկսել թեպետ քարորյա, ակնհայտ է, որ դրթողը եղել է դա բացառապես Ռուսաստանը եւ այս ծրագիրը ըստ էության կարելի ասել ծնվել է այն պահին, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց սպառազինություններ գնելու, ըստ էության սա գալիս է 2010 թվականից եւ այդ սպառազինություններով այդքան լկտիացրեց Ադրբեջանին, այնուամենայնիվ հրահրեց այս հարձակումը։ Սցենարը պարզ էր, ստեղծել այնպիսի քաոս, ըստ այս սցենարի Ադրբեջանը պետք է գրավեր առնվազն կարծում եմ 2 շրջան, որից հետո կստեղծվեր մի վիճակ, որ արևմուտքը ինքը կդիմեր Ռուսաստանին խնդրելով վերահսկողություն հաստատել։ Բայց Ռուսաստանը սա այդ սցենարը տապալվեց, առայժմ տապալված է։ Ռուսաստանը սա օգտագործեց արևմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար։ Ես բացարձակապես պատահական չեմ համարում, որ այդ քարորյա պատերազմից հետո միանգամից այն ինչի ձգտում էր Ռուսաստանը, դա տեղի ունեցավ, ես նկատի ունեմ Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը, որ 2 օր առաջ տեղի ունեցավ, կարևոր չի արդյունքները։ Եվ մի բան էլ ասենք, այնքան էլ ճիշտ չէ սա համարել միայն Ռուսաստանի նախաձեռնություն։ Հիշենք, որ 2 անգամ շատ կարևոր մանրամասն ինչ անդրադառնում հեռախոսային խոսակցություններ են եղել Քերիի եւ Լավրովի միջեւ եւ բացի դրանից Միացյալ Նահանգների փոխնախագահ Բայդենը անձամբ
խոսակցություն, հեռախոսային խոսակցություն է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ։ Նախորդին Ֆրանսիայի արտգործնախարարի հետ Լավրովը հանդիպեց, այսինքն նախորդին դրա հետ էլ հանդիպել, բայց կարևորում եմ այնուամենայնիվ ամերիկյան այս նախաձեռնությունը, բայց կարծես թե հիմա ամեն ինչ թողնված է ուրեմն Մոսկվային։ Հետագա զարգացումները ինչպիսին կարող են լինել։ Եթե կարելի է այստեղ մի հարցել տամ, փորձենք հավելել փորձ է արվում այս օրերին արդեն նորից հնչում է Կազանյան փաստաթղթի ուրեմն մասին եւ այսօր էլ ասուլիսում իդեպ այսպես թերևս միակ հարցը, որը հնչեց շատ հետաքրքիր հայկական հանրությանը, դա Կազանյան փաստաթղթի հետ կապված հարցն էր։ Լավրովը նշեց, որ Հայաստանը չի մերժել այդ փաստաթուղթը։ Ըստ ձեզ ինչ նպատակով է Կազանը թարմացվում։ Գիտեք, ես Կազանի փաստաթղթին ավելի կարևոր համարում եմ այն, ինչ ասեց այսօր Սերժ Սարգսյանը Լավրովին, որ շատ հեռացել ենք մենք բանակցություններից, կարծում եմ, որ Լավրովը այստեղ բավականաչափ հիասթափված է։ Կազանյան փաստաթուղթը կարծում եմ ուղղակի հիշատակում է, որովհետև հիմա վերադառնալ որևէ փաստաթղթի իմ կարծիքով դա իրատեսական չէ։ Քիչ հետո դրա մասին կասեմ, հիմա ուղղակի ինչ էր Լավրովի չասածների մասին։ Գիտեք, Լավրովը ժամանել էր Երևան պաշտոնական այցով եւ բավական պատկառելի պատվիրակությամբ, նրան ուղեկցում էր իր տեղակալ Կարասինը, ուղեկցում էր նույն Զախարովան եւ համենայն դեպս նա ծրագրել էր, ես չգիտեմ ինչ չափով է նա իր Ռուսաստանի ծրագրերը կիսել Հայաստանի իշխանությունների հետ, բայց ծրագիրը պարզ է, Ռուսաստանը այս ամենը նախապատրաստել էր տարածաշրջանում ռուս այսպես կոչված խաղաղապահներ տեղակայելու համար։ Բայց այս ընթացքում գուցե հիմա նա երկու հնարավորություն ունի Ռուսաստանը, քանի որ արևմուտքը գնաց ինչ որ չափով պարզասենք այդ շանտաժը հրահրելով այս քարորյա պատերազմի ինչ որ չափով հաջողվեց, արևմուտքը գնաց ինչ որ քայլերի, ինչը իհարկե Ռուսաստանի երազանքն է, որ իր հետ սկսեն խոսել, բայց դա չի նշանակում, որ այդ ծրագիրը պատերազմի միջոցով հասնել ռուսական զինուժի տեղակայմանը Արցախում, դա դեռ մնում է։ Ինչը կարող է մի քիչ սառեցրած լինել իմ կարծիքով Լավրովի կամ ավելի ճիշտ Ռուսաստանի այս ծրագրերը, առաջին այն համախմբումը, որ տեղի ունեցավ Հայաստանում, հասարակության, բացառապես հասարակության։ Հայաստանում միանգամից այն քննարկում, այն դիսպուսը, որ վաղուց պետք է սկսված լիներ, միանգամից հարց առաջացավ, որ Ռուսաստանը մեր գործընկերը չի, այն էլ ռազմավարական, որտեղ ըստ էության հանդես է գալիս, որ Ադրբեջանի դաշնակից, իդեպ ուշադրություն դարձրեք։ Այսօր նույն ասուլիսի ժամանակ Լավրովը գնահատական տալով այդ ապրիլի 1-ից 4-ի ուրեմն պատերազմին, կրկնում եմ քառորյա, նա ընդամենը դա որակեց բռնության բռնկում։ Այո։ Ես ուղղակի սա ցիտում եմ իր խոսքերից։ Լավ, ասուլիսի մասին ասեմ, ուղղակի գիտեք, վիրավորական է, երբ Լավրովը առնվազն չի ստանում հարց, թե դուք շարունակելու եք սպառազինել Ադրբեջանին, թե ոչ։ Բայց դա առանձին հարց է։ Հիմա ունի այդ երկու հնարավորությունը Ռուսաստանը։ Գտնվող մեր գործընկերներից շատերն էին ուզում տալ այդ հարցը։ Գիտեք, ես չեմ ուզում ասուլիսին անդրադառնալ, որովհետև դիվանագիտական լեզվով ասեմ, խիստ հիասթափված եմ, ինչ-որ շուտ ասելու կեր, կարծես վախեցած էին երկու նախարարներն էլ հարցերից, ամենայնպես իմ մոտ այդ տպավորությունն է ստացվում, այդպես չի կարող, չպետք է այսպիսի ասուլիս լինել, հասկանում եմ, որ քանի որ սա արձա այսպես ասած պրոտոկոլներ պարտադրում, այցը պաշտոնական էր, ոչ թե աշխատանքային, դրա համար դա տեղի ունեցավ, բայց դա թողենք, վերադառնանք ուրեմն ինչ կարող է տեղի ունենալ հիմա։ Եվ չասածների մասով։ Ինչպես։ Եվ չասածների բանակցությունների մասով։ Ասում եմ Սերժ Սարգսյանի այդ շատ դիպուկ էր ասված, որ մենք հիմա շատ հեռու ենք։ Վերադառնալ ինչ որ փաստաթղթի բանակցություններում, ինչ փաստաթղթի կարող ենք վերադառնալ այն ամենից հետո ինչ տեղի է ունեցել։ Պարզը որ բանակցությունները պետք է լինեն, իմ կարծիքով, իմ համոզմամբ խորին։ Իրավիճակը այնպես է փոխվել, որ հիմա, եթե առաջ ասվում էր Լեռնային Ղարաբաղի անվտանգություն, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, հետագայում պլեբեսցիտի, որտեղ հանրախոհ խոսքը չկար, միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում, հիմա Հայաստանի դիվանագիտությունը
Լեռնային Ղարաբաղի միջազգային եւ այդ թվում Ադրբեջանի կողմից միջազգային անկախության ճանաչման հարցը պետք է դիտարկել որպես առաջին հարց, որից հետո նոր կարելի է քննարկել, չգիտեմ, որ տարածքից դուրս գալու ինչ-որ միջոցառումների հարցը։ Ուրիշ բան է բանակցություններում, սա ինչպես է դրվում, ինչպես է արտահայտվում։ Գիտեք, 90-ականների ողջ բանակցությունների ընթացքում մեր նպատակներից մեկը իհարկե զինադադարներ մեծ ձեռնտու պայմաններով, բայց դրանից առաջ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ Լեռնային Ղարաբաղին լիիրավ կողմ դարձնելը։ Ամեն անգամ չի որ դա արտահայտվում էր, դասում էր նպաստակասլված գնում էր այդ ուղղությամբ։ Հիմա պետք է հասկանալ, որ խաղաղության պայմանագիր երբևէ եթե պետք է կնքվի, ապա առաջին փուլում պետք է որպես անվտանգության երաշխիք պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ադրբեջանի կողմից։ Այլապես մնացած խոսակցություններն իմաստ չունեն։ Սերժ Սարգսյանի այսօրվա խոսքում կարծեք այսպես հերավոր ակնարկ կար, որ կատարվածը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ուղղակի բացառվում է։ Դրա համար ես կարծում եմ, որ ինչ է կարծում, ինչեւ ուր է կոշտությամբ ավելացնեմ, որ չգիտեմ Լավրովի գրպաններում ինչ կար, բայց գրեթե համոզված եմ, ավելի ճիշտ հուսով եմ, որ նա այստեղից դատար գրպաններով է գնացել։ Բացառապես դատար գրպաններով այն թղթերը կամ ինչպես հիմա ընդունված է ասել այն լիստը, որ բերել էր Լավրովը, այդպես էլ հուսով եմ իր գրպանից չի հանել եւ դրան մյուսը, ինչը կարծում եմ էական ազդեցություն է ունեցել, թե այսօրվա ասուլիսում այդպիսի դիսկոմֆորտ դրա պահվածքի վրա, թե ընդհանրապես բանակցությունների վրա երեկվա այդ ցույցն է ռուսական դեսպանության դիմաց Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների ցույցներ, տեսակ Ռուսաստանի պաշտոնապես հայտարարում եմ, սա առանց հակնելու հատուկ ծառայությունների կողմից ուղարկված պրովոկատորը նույնիսկ չկարողացավ, որովհետև գիտակից քաղաքացիներ էին արժանապատիվ խժդժություններ հրահրել։ Ես եկեք չթերագնահատենք դա նույնպես շատ ծանր են տանում ռուսները, բայց պետք է իրենք կամաց-կամաց դրան սովորեն։ Հիմա, ուրեմն սա շատ կարճ ասում եմ, ինչ պետք է անել, ուրեմն իմ կարծիքով դիվանագիտական ոլորտում մի նախադասություն էլ ավելացնեմ, եւ մյուսը շատ կարեւոր է փորձենք ձեռք բերել դաշնակիցներ, հասկանալով մենք դաշնակիցներ, որ այսօր չունենք եւ հատկապես չունենք այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք, ես նկատի ունեմ ՀԱՊԿ, Եվրազես, հստակ գտնեմ եւ առիթը օգտագործելով ուզում եմ ասել, որ այն ուղղությամբ, որով մենք պետք է շարժվենք, դա այն նախաձեռնությունն է, որ պատգամավորներից մեկը, պարոն Քոքոբելյանը նախաձեռնել է, որ սկսել Եվրազեսից դուրս գալու գործընթացը։ Դեվ մենք այնտեղ դաշնակից չունենք եւ ոչ միայն դաշնակից ձեռք բերելն, այլև պետք է հակառակորդներին կամ մեր հակառակորդի դաշնակիցներին փորձել դարձնել չեզոք։ Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին, որի հետ պետք է շփվել անընդհատ, ինչպես նաեւ մյուս հակառակորդներին, նույնիսկ Պակիստանի, Թուրքիայի այլ պետություններ կան, որոնք պետք է շփվել։ Եվ հասկանալ, եւ հաստատել։ Գիտեք ինչ, շփվելու համար հարաբերություններ պետք չեն, եւ մի բան ավելացնում եմ հիմա։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ հիմա մենք հույսը պետք է դնենք բացառապես մեր վրա, եւ մենք պետք է լինենք, մամուլով ասել եմ, ուզում եմ կրկնեմ, հաստատակամ միայնակի կարգավիճակում։ Մենք պետք է հասկանանք, որ սա է, որովհետև իմ նկարագրած երկու սցենարներով էլ ներեցեք պատերազմն անխուսափելի է։ ԵՏՄ-ի հետ կապված դուք հիշատակեցիք պարոն Քոքոբելյանի նախաձեռնությունը եւ ասում եք, որ այդ ուղղությամբ պետք է, այո, ենթադրենք մենք դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, ինչ է կարծում դրանից հետո արդյոք Ադրբեջանին այդ ուրեմն միավորման մեջ ընդգրկելը կդառնա կարժե զրկվի, պարոն Շանազարյան։ Գիտեք, քաղաքականությունը այդքան պարզունակ չի եւ սև ու սպիտակի հարց չի, դուրս են գալիս ԵՏՄ-ից, դա գործընթաց է։ Պետք է սկսել այդ գործընթացը եւ այս ուղղությամբ շարժվելով է, որ մենք կստիպենք Ռուսաստանի մեզ հարգել։ Այլ ճանապարհ չկա։ Դրանով մենք կվերականգնենք այդ գործընթացը տանելով մեր պետության արժանապատվությունը, որը մինչ այսօր այդ արժանապատվությունը հարվածների է արժանացել մեր այսպես կոչված ռազմավարական գործընկերոջ կողմից եւ այն շրջապատի կողմից ՀԱՊԿ եւ Եվրազես, որտեղ մենք գտնվում ենք, ուրիշ որևէ երկիր դա չի արել։ Արժանապատվության վերականգնման հարց է սա։ Ես ասացի, որ պատերազմը անխուսափելի է, մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եվ այս իմաստով
3 ոլորտներում ունենք, կարճ ասածը դիվանագիտության մասին, երկրորդը զուտ ռազմական ոլորտում։ Գիտեք, կարծում եմ, որ պետք է թարմացնել մեր բարձր հրամանատարական կազմը։ Գեներալիտետը թարմացնել, ոչինչ չեմ ուզում ասել։ Այս իմաստով մենք պետք է նաև կարողանանք լուծել սպառազինությունների հարցը, որը Ռուսաստանը ամեն ինչ արել է, որպեսզի այն դիսբալանսը սպառազինությունների ավելի մեծանա, որ կար։ Դա իհարկե որոշիչ չէ, բայց չափազանց կարևոր նշանակություն ունի, եւ թերևս բոլոր այս երեկողությունը իրար հետ փոխկապակված են եւ ներքին հարցերը։ Այն գործելակերպը, թե ներքին, թե արտաքին, այն մտածողությունը, որով առաջնորդվել է Հայաստանի իշխանությունը, ողջ քաղաքական դաշտը բերել են սրան։ Ուրեմն ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ մյուս երկրները նրանք չեն փոխվելու, մինչև մենք ամբողջովին չփոխվենք։ Իսկ առայժմ մեր վարչապետը ասում է օլիգարխներին ուրեմն կպնել է եւ ասել թե դավաճանություն է երկրին, այսինքն այդ փոփոխության միտումները չկա։ Մի վերջին հարց, պարոն Շանազարյան։ Ես ուզում եմ ավարտել ներողություն։ Ուրեմն պետք է հասկանալ, ֆրանսիացիները մի շատ լավ ասացվածք ունեն, չէ՞։ Ասում են դավաճանում են միայն յուրայինները։ Մեր յուրայինը անընդհատ մեզ դավաճանել է, բայց մնացել է յուրային։ Ուրեմն եկեք նրան դավաճանելու հնարավորություն չտանք։ Այդ յուրայինը պետք է հասկանա, որ ինքը կամ պետք է լինի մեզ գործընկեր, ընդ որում հավասար գործընկեր։ Եվ հետաքրքիր չէ, թե նա այնտեղ միջուկային զենքեր ունի, թե ունի, այո, հավասար գործընկեր, հարգել մեր շահերը, հակառակ դեպքում նա կլինի մեր նման, նա մեր համար պետք է լինի այնպիսի գործընկեր, ինչպեսին օրինակ Փարիզն է, Բերլինն է, Հռոմն է, հավասարազոր։ Նա դա պետք է հասկանա, որ այսպես սպառազինելով Ադրբեջանին, նրան այսպես զգլեկտիացնելով, դրդերով հարձակման, ինքը ուղղակի կկորցնի այս գործընկերությունը եւ միայն այս ճանապարհով մենք դրան կհասնենք։ Հիմա ներքին իմաստն եմ ուզում ասել, որը չափազանց կարեւոր է սա։ Այդ երեկողությունները իրար հետ փոխկապակցված են։ Մենք պետք է հասկանանք, որ այն հայրենասիրական պորտկումը, որ կա, եթե ներքին որակական փոփոխություններով չի զոկուրտվում, ապա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր է մեր կայունությունը այս վիճակում։ Չափազանց կարևոր, բայց իշխանությունը դա պետք է գիտակցի։ Իշխանությունը, եթե այդ փոփոխությունների չգնաց վերևից, որակական փոփոխությունների, որ այն գումարը, որը Հայաստանից դուրս է եկել վերջին 10 տարում, դա կրկնակի անգամ ավելի է, քան այն սպառազինությունները, որ Ադրբեջանը ձեռք է բերել։ Եվ որպես նախապայման Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել, Ռուսաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ սրանից հետո Ադրբեջանը ոչ մի սպառազինություն չի ստանալու, հակառակ դեպքում Ռուսաստանը կորցնում է իր միջնորդի դերը։ Իսկ առայժմ ինչպես ինքներդ հիշատակեցիք, անգամ այդ մասին հարց հնարավորություն չեղավ տալու Հայաստանում Ռուսաստանի արտգործնախարարին զենքի հետ կապված եւ այս իրավիճակում այն ինչ դուք նշեցիք, իհարկե քայլեր են, որոնք որոշակի ժամանակ են պահանջում, որ լավագույն դեպքում հենց դա է ուզում ասել, որ ժամանակ չունենք եւ նշեցիք, որ դատարկ գրպաններով է Հայաստանից հեռանալու Լավրովը։ Սա ինչի կարող է հանգեցնել կարճաժամկետ հատվածում։ Նշեցիք, որ պատերազմը անխուսափելի է, բայց այսպես այսօրվա իրավիճակում կարճաժամկետ հնարավոր համարում եք էսկալացիայի նոր վերսկսում։ Էսկալացիայի նոր վերսկսում հնարավոր եմ համարում սկսած այս պահից մինչև կարծում եմ ամառվա վերջը։ Ես իմ հաշվարկները ունեմ, երբ է ավելի անպատասխան, բայց մենք ժամանակ չունենք, պետք է մեզ փոխենք, որպեսզի մեզ սկսեն հարգել, մեզ սկսեն բանի տեղ դնել եւ մենք ձեռք բերենք դաշնակիցներ։ Այլ ջան, մինչև այդ ասում ենք, մենք պետք է հասկանանք, որ մենք շատ հաստատակամ ենք, շատ հաստատակամ։ Գիտեք ինչ է ռուս խաղաղապահները նաև հասկացավ Լավրովը, որ ռուս խաղաղապահներին, բոլոր տեսակի խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դիմավորելու են ոչ թե աղոհացով, այլ արճիճով, իսկ արճիճը այդ երբ որ մտնում է այդ խաղաղապահների մարմնի մեջ, իրաց մոտ ալերգիա ունեն դրանք բոլոր արճիճից։ Նրանք լավ պետք է այդ ամենը հասկանան։ Դա ես չեմ ասում, դա հրամանատարներ են հայտարարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի։ Այնպես որ մենք ոնց եմ ասում, մենք ժամանակ չունենք, պատերազմը անխուսափելի է,
Եվ մենք պետք է որպես մի միասնություն հանդես գանք եւ այստեղ իշխանությունները պետք է իրենք որոշեն ինչ են անում։ Ինչ են անում իրենք։ Եվ ինչպես ասում են, պետք է փոխվեն։ 3 պետք է սկսեն այդ ամենը անել։ Իշխանությունները պետք է պատրաստվեն ոչ թե նախորդ պատերազմին, Արցախյան առաջին պատերազմին, գիտեք ինչ, շատ մեծ հավանականություն կա, որ երրորդ Արցախյան պատերազմը արդեն դա կլինի հայրենական պատերազմ։ Մի հարց տամ օրինակ, ռետորական հարց է, հարցը ձեզ չի ուղղված։ Ինչու մինչ այսօր Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև չի ստորագրվել փոխօգնության այն պայմանագիրը, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսեց անվտանգության խորհրդի նիստում եւ հանձնարարություն տվեց։ Դա անհրաժեշտ է օր առաջ անել։ Ասում են մշակվում է դեռ։ Դուք հավատում եք դրան։ Դա մշակելու համար միջին դիվանագետին պետք է 12 ժամ։ Միջին դիվանագետին։ Ցավոք սրտի մեր ժամանակը սպառում է, բայց այդ պայմանագրի հետ կապված կա նաև լուրջ իրավական խնդիրներ, որովհետև որպես ինչ սուբյեկտ ես դու այդ պայմանագիրը ստորագրում Լեռնային Ղարաբաղի հետ, եթե չես ճանաչել նրա անկախությունը, սա այլ է խնդիր, բայց կարելի է շատ ավելի ուժեղ փաստարկներ բերել, եթե չես ուզում այդ պայմանագիրը ստորագրել։ Չկա դման, ով ասում են դա դեմագոգիա է։ Եթե այդպիսի փաստարկներ բերել են, ես չէի դրա մասին ընդհանրապես չէի հանդիպել մամուլում, որտեվ դա արդեն իմ մոտ շատ լուրջ մտահոգություն է մտավախություն է առաջացնում։ Ուրեմն ես հայտարարում եմ, եթե այդպիսի բաներ կան, ուրեմն Ռուսաստանի կողմից կա ճնշում, որպեսզի դա չստորագրի։ Ուրեմն առավել եւս դա պետք է օր առաջ գիտեք ինչ մեր հասարակության տարբեր խավեր խնդիրներ են դնում։ Հիմա ես կոչ եմ անում մեր քաղաքացիական հասարակությանը, կուսակցությունների դնել իշխանությունների առաջ հենց այսօր այդ պահանջը։ Այսինքն այն ինչ որ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը, դրանից չպետք է հետ կա։ Գիտեք, դրա համար դա իրավական հիմք է, որպեսզի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործեն առաջին գծում։ Դա մեր ոչ միայն բարոյական պարտքը պետք է լինի, այլ իրավական փաստաթուղթ է պետք դրա համար։ Ամենայն դեպս այս պահին կարծեք այդ քայլի մասին չկա պաշտոնական հայտարարություն։ Բայց ինչի՞ չի ստորագրվել։ Եթե ես չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը հանձնարարեց արտգործնախարարության ներկայացուցիչին, որ դա պետք է կատարվի շատ արագ։ Անցել է արդեն երրորդ շաբաթն է կարծես թե։ Բայց դա չի կատարվում։ Դուք ասում եք մշակելու համար, ասում եմ միջին դիվանագետին դա շատ ասեցի 12 ժամը։ Լավ, դեռ սպասենք միգուցե առաջիկա օրերին լինի կամ լինեն այլ լուծումներ։ Պետք է մեր հասարակությունը դա ձևավորի որպես պահանջ։ Հիմա Շատ լավ, շնորհակալություն պարոն Շահնազարյան, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Դավիթ Շահնազարյանն է։